Եթե հնարավորություն ունենայինք ջեռուցելու, բավականին քանակությամբ լոբի կավրեն, ցուրտը տարավ, չկարողացանք պահեինք։ Ջերմատներում ջեռուցման բացակայության հետևանքով գյուղացիների բերքը ցրտահարվել է։ Տարոնիկ գյուղում բնակվող այս ընտանիքը միայն ձմռան ամիսներին է դադարեցնում աշխատանքները։ Ջերմատունը ջեռուցելու հնարավորություն չունեն։ Ձմեռն էլ որ ապրում ենք քուրիկ ջան, մի քիչ հաշվարկի հարցա։ Դե կարենաս ճիշտ հաշվարկ անես, որ մինչև գարուն դուրս գաս։ Տարվա ընթացքում հասցնում են 2 մշակաբույս աճեցնել։ Այս տարի նախ լոլիկ են աճեցրել, հետո անցել լոբու մշակությանը։ Գյուղում շատ քչերն են, որ ձմռանը ջերմատներում մշակաբույս են աճեցնում, պետք է մեծ հնարավորություններ ունենաս, ասում է ջերմոցատեր Արթուր Հովանիսյանը։ Եթե գազ քաշեի, թազա գիզ, թազա նախագիծ պիտային, դե արդեն թանկ հաճույք է։ Եթե ջեռուցումն անենք, 2 ամիս եթե շուտ է դուրս գալի բերքն, այդ 2 ամսվա, 3 ամսվա ծախսերն բերքն որ վարվում է, համարյա միլիոնից ավել գազ է վարում։ Այդ էլ արդեն մի ամսվա բերքի եկամուտն ավել ամիսու կեսվա տալիս ես գազ։ Ամուսիններով առավոտից մինչև ուշ երեկո զբաղվում են ջերմատների մշակությամբ, ամռանը 40 եւ ավելի բարձր ջերմաստիճանում աշխատում են, ձմռանն էլ հողը վարում, կարգի են բերում, որ վաղ գարնանը սկսեն աշխատանքները։ Գյուղացին հազիվ հասցնում է պարարտանյութ, թունաքիմիկատներ, վար, ջուր, ամեն ինչը եթե հանում ես, այնտեղ կարելի ասել մի 10-15%-ն է բերքի, որ մնում, էդ էլ արդեն չհաշված քու աշխատանքն ու քրտինքն։ Եթե էլ հաշվես 0 ես գային։ Պետք է անես, ով պետք է բերի դա։ Ջերմատներից փոքրում սերմից սածիլ են ստանում, հետո տեղափոխում մեծ ջերմատուն։ Լոբին մի 2 անգամ գավակենք արդեն վերջանալ, բայց բիբարեն եթե ջեռուցվի մինչև գարուն, մինչև մարտ ամիս բերք կլներ։ Արարատի Արմավիրի մարզերում վերջին տարիներին ջերմոցային տնտեսությունների թիվն ավելացել է, օրինակ ոռոգման կամ ջեռուցման հարցերում գյուղացիներն այս տարբերակով կարողանում են որոշակի լուծումներ գտնել։ Ջերմատները ոռոգում են կաթիլային համակարգով, հնարավորության դեպքում ջեռուցման համակարգեր անցկացնում, տարին 12 ամիս էլ բերք ստանում։ Տարոնիկ գյուղում այս պահին գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողատարածքների 20-ից 30%-ն է մշակվում։ Պատճառը ոռոգման ջրի խնդիրն է։ Այսօր մենք բույս ենք դնում, շատ մեծ դժվարությամբ ենք ջրում, քանակն էլ այնքան քիչ է, որ կաթիլայինով 2 օրում հազիվ 600 քառակուսի ջերմոց ենք ջրում։ Ջրի հարցը որ լուծվի, այսօր մեծ լավություն կլինի գյուղացիներին։ Ես որ այս գյուղում հարց եմ եկել, ձկնաբուծարան ա եղել, ջուրը շատ բարձր մակարդակի վրա ա եղել, հետո քանդեցին, ոնց որ այս երկրի փլուզումից հետո տարան մասից քանդեցին դեղ մեծ քանակով ձկնաբուծարաններ, սարքեցին, այս Արարատյան դաշտավայրի ջուրը ընդերքով լրիվ ցամաքեց գնաց։ Հիմա ոչ մեկն էլ չունի։ Մարդկա 2 անգամ է ծախսանում 500,000-ից ավել գումարներ դրում հոր քանդում 20 մետր, էլի 20 մետրից էլ ջուր չունենք։ Տիկին Մայրանուշն ամուսնու հետ հաղթահարում է բոլոր դժվարությունները, նույնիսկ եթե բերքն ամիսներ շարունակ մշակել է, բայց վաճառել չի ստացվել, չի դժգոհում, բաժանում է ծանոթ անծանոթներին։ Բացի ջերմոցային կուլտուրայից դրսում էլ ենք ամեն ինչ դնում, այս տարի քարավուզ եմ փորձել դնել, Ինել տարա մի քանի անգամ շուկա կարողացա ծախեի, սենց էլ թողել եմ։ Քաղի բաժանել եմ քույրիկիս, հարսիկիս, հարևաններիս։ Այս այնքան լավ է, որ ցրտահարվելուց հետո նորից հետ է գալի ինքը, երբ էլ ուզես կօգտագործես իրեն։ Որ պետությունն աջակցի գյուղացուն եւ հարմար պայմաններով գյուղատնտեսական վարկեր տրամադրի, սա բոլոր ֆերմերների ցանկությունն է, սակայն գյուղացին այլ ընտրանք չունի։ Պետք է աշխատի, որ ապրի։ Գյուղատնտես Արթուրն օրվա լարվածությունը թոթափելու իր դեղատոմսն ունի։ 9 տարեկանից լավ ու վատ օրերի ընկերները խաղաղության այս աղավնիներն են։ Ինչքան էլ որ օգնածներ այդ կես ժամը որ նստում եմ հանգստանալու, փողում եմ դուրս կերակրում եմ, հանգստանում նորից հելնում իմ աշխատանքի։ Հասմիկ Վահրադյան, Կարապետ Կարապետյան, Անմալուր։